Մեր Երևանում բնակվող մարդկանց համար լրջագույն մարտահրավեր է այն խցանումները, որոնցում մեզանից յուրաքանչյուրս հայտնվում է ամեն աշխատանքային օրվա ընթացքում։ Ժամերով կարող ենք կանգնել խցանումների մեջ, բայց հիմա ինչ է որոշել քաղաքապետարանը։ Ստեղծում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն։ Այսինքն մի առանձին կենտրոն է ստեղծվում, որին տարեկան տրամադրվելու է մոտ 500 միլիոն դրամ։ Սիրելի հայրենակիցներ, 500 միլիոն դրամ տրամադրվելու է մի կենտրոնի, որը պետք է իրականացնի որոշակի գործառույթներ, օրինակ քաղաքային ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման եւ զարգացման պլանավորում, կամ երթևեկության հոսքերի ուսումնասիրություն, վերլուծություն ու մոնիտորինգ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսօրվա քաղաքապետարանի կառուցվածքի մեջ արդեն գոյություն ունեն նման ստորաբաժանումներ եւ կան համապատասխան մարդիկ, ովքեր այդ գործառույթներն իրականացնում են։ Ինչպես նաեւ ներքին գործերի նախարարությունում կան համապատասխան ստորաբաժանումներ, որ այդ գործառույթները պետք է իրականացնեն։ Ինչն է հետաքրքիր, որ այս մարդիկ, օրինակ, ստանալու են 1.800.000 դրամ աշխատավարձ, 1.700.000 դրամ աշխատավարձ, ու այսպես այս հաստիկացուցակը, որ նայում ես, ուզում ես հասկանալ, երկրի նախագահան ավելի ցածր աշխատավարձ է ստանալու, քան երթևեկությանը հետևող մարդը։ Ուզում եմ կրկնել, որ այդ պաշտոնները ստեղծելու անհրաժեշտություն չկար, որովհետև եւ ներքին գործերի նախարարությունում, եւ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում արդեն այդ հաստիկները կան եւ մարդիկ ի պաշտոնե պարտավոր են այդ գործողություններն իրականացնել։